Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր հերթական հաղորդումը։ Մինչ բուն հաղորդմանը անցնելը կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ, դրեք լայք, ինչպես նաև կարող եք կիսվել ձեր ընկերների եւ ձեր բարեկամների հետ։ Կարող եք կիսվել նաև բարձր դասանի երեխաների եւ ուսանողների հետ, քանի որ իմ հաղորդումը զարգացնում է վերլուծելու եւ տրամաբանելու ունակությունը։ Իսկ ովքեր կցանկանան գրանցվել Քոչարի ազգային վերածնունդ կուսակցությանը, կխնդրեմ ձեզ ցանկացած սոցհարթակով, որտեղ ես կամ կլինի Instagram, Telegram, TikTok կամ Facebook, ուղարկեք ձեր անձնագրի նկարը, երկու էջը բացեք դրեք սեղանին, ուղղակի բացած դրեք սեղանին, առանց ձեռքը վրան դնելու։ Նկարեք եւ եթե ունեք գրանցում, գրանցման էջը, եթե ոչ, ուղղակի ID քարտը երկու կողմից նկարեք եւ ուղարկեք։ Իսկ ես ուզում եմ անձամբ շնորհակալություն հայտնել բոլոր իմ հետևորդներին, որոնց թիվը արդեն 54,000 է հասնում, շնորհակալություն բոլորիդ, շնորհակալություն դա YouTube-ում, շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր հետևորդներին Facebook-ում, որոնք մինչև 270-280 հազար դիտում են ապահովում, ներողություն TikTok-ում եւ Facebook-ի բոլոր իմ հետևորդներին։ Եվ շնորհակալություն եմ ուզում հայտնել այն մարդկանց, ովքեր ամեն օր չեն դադարում կիսվելով, ընկերներին բացատրելով, պատմելով։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել այն մարդկանց, ովքեր արդեն իրենց անվճար տարածքներ տեղեկացրել են մեզ, որ կարող են տրամադրել շտաբի համար։ Իմիջիալոց թե ունենք Երևանում, թե շրջաններում, ցանկացած մարդ, ով կցանկանա իր շտաբի տարածք կլինի Բաքվում, կլինի Նկուղում, տան մի սենյակը տրամադրի մեզ, ցանկացած մասում Հայաստանի Հանրապետության, մենք սիրով կընդունենք այդ առաջարկը։ Անցնենք այսօրվա հաղորդմանը եւ հաղորդման մեջ ունենք մի քանի բաժին։ Ես ունեմ Ռուսաստանի կառավարությանը դիմում ռուսերեն եմ դիմելու, ովքեր կփորձեն շատ չոր քննադատել թե ռուսերենը լավ չի, դա ձեր խնդիրն է, քանի որ ես ազգությամբ ռուս չեմ, ես հատուկ եմ դիմելու ռուսերեն, թեկուզ ոչ գրամատիկ ռուսերենով, որպեսզի միջանկյալ թարգմանողը Ռուսաստանի կառավարությանը չհասցնի իր ուզած ձևը։ Չլինի այն հայկական հին անեկդոտի նման, որ մի հատ հին խոպանջի, ջայլ խոպանջու հետը տանում է Ռուսաստան, ռուս աղջիկը կողքով անցնելուց ասում է «Պրիվետ ագուրչիկ», ասում է «Ինչ սա որ հեչ կսենշխոր խիարեղնիս», այլ նույն պատմությունը չլինի։ Եվ կանդրադառնանք միջազգային լուրերին, պատմական լուրերին եւ Հայաստանից, որը ցավոք սրտի միշտ ամենաշատն է։ Սկսենք առաջինը։ Սկսենք բուսաբանական այգուց, հարգելիներս։ Բուսաբանական այգին լրիվ վերացնելու ցանկությունը, որի տակ ստորագրողների թվում են բուսաբանական այգու տնօրեն Ժիրայր Վարդանյան, որը իբր թե նոր մարդու է տվել տեղակալին Նելի Մուրադյանին եւ նաեւ գլխավոր դենտրոլոգ ծառայետ նա թե ինչն է Յուրի Փայտյանին, կտրել են մոտ 1 քառակուսի կիլոմետր տարածք ծառեր։ Ուրեմն ծառերի քանակը ըստ 92 թվականի վերջի տվյալների 1000 ծառ եղե տարբեր տեսակ եւ 1560 տարբեր տեսակ թուփ ու ծառ, որոնք ներկայացնում են միջազգային կարգի հետաքրքիր բույսեր, ծառատեսակներ, որոնք բերել են տարբեր երկրներից, կա ջերմոց եւ այնտեղ աճեցնում են։ Հարգելի ժողովուրդ, ասма ծառերը կտրել ենք, որպեսզի այդ տարածքը նորմալ ջրավառոքում անցկացնեն եւ ինչպես տեղեկացնում են, այդ տարածքը ուզում են սարքեն պուրակ 44 օրվա զովասների համար։ Ինչպես մեր քննարկման ժամանակ ազգասերների խմբից մեկը ասեց նոր եռաբլուր են սարքում, ավելի ցավալի եղավ ու ավելի ճիշտ։ Ինչի Հայաստանում, Երևանում ուրիշ տեղ չկա սարքեին պուրակ։ Այդքան անջրդի թափառող հողեր կան Երևանի 17 կվարտալի կողքերը, որ տուներ սարքեք, այդ այտենց հողերը լցած անկապ ամայի տեղեր կա, այդ տեղերը չէին կարող սարքել, եւ ինչի է կտրվում բոլոր ծառերը, որպեսի նորը տնկվի։ Անտառի վերարտադրման համար մինիմումը պետք է 100 տարի։ Իսկ բուսաբանական այգին տնկվել էր 1930-ական թվականներին, որ արդեն 100 տարին անցել էր, ինքը իր վերարտադրությունը պաշտպանում էր։ Սա համարում եմ ես ազգի հանդեպ եւս գենոցիդ, ներքին միջոցներով, ոնց որ Նիկոլ Փաշինյան իր իշխանությամբ, ոնց որ Քոչարյանը, Լևոնը, Սերժը, հիմա հաթաթ կանրադառնամ,
անում էին ազգի հանդեպ։ Սկզբում Քոչանի ժամանակ բոլոր այդ պլանի գլխի ծառերը վառվում էին, հետո տեղերը շենքեր էր առաջանում։ Սերժի ժամանակ Կուկուռուզնիկը երիտասարդության պալատը քանդեցին, տեղը դարձել է Շիբինի գործարան, ծառերը կտրին ամեն ինչ։ Նիկոլ Փաշինյանի ժամանակ մանումենտի անտառները կտրեցին, Սերժի աղբոր տներ, մկան տներ, Քոչանի հյուրանոց, Քոչանենք ծախին, բնակավայրեր, ես իմ ինչքան օլիգարխ կա Ղարաբաղյան կլանի, էլ չասեմ մնացածը բերին բնակեցրին այդտեղ, անտառայինը Քոչանի ժամանակ կտրեցին, դառավ Արարատյան փողոց եւ ինչ-որ անկապ տներ առանց ծառերի, ինչ-որ անկապություններ, ես մանումենտում եմ մեծացել, մեր մանումենտի թաղի տղեկնել կասնեն, հետո ապրել եմ Զեյթունում, որ Զեյթունի ամբողջ բուսաբանական այգին ծածկված էր կանաչով, թեկուզ 90-ականներից հետո կանաչ էր, տղաս այնտեղ ֆուտբոլ էր պարապում, հենց մեջը հոյակապ տեղ, մտնում էինք, ման էինք գալիս երեխեք հետ, մաքուր օդ էինք շնչում, ինչ է նշանակում կտրել, նորը տնկել, ով է որոշել, որ պետք է կտրվի, նորը տնկվի։ Թղթի տակ ստորագրած Ժիրայր Վարդանյան, ոմն գիտնական, սովետական միության իբր գիտաշխատող, իրականում կոռուպցիոներ, հանցագործ, կենտրոնում 2 հսկայական նորակառուցություն տուն, կինը նախկին դատավոր։ Ժիրայր Վարդանյան, իշխանափոխությունից հետո 72 տարեկան ես, իսկ ինչքան տարիքդ մեծանում է, այնքան կյանքին ուզում ես կարճես։ Բոլոր հարցերով դատվելու ես դու ցեղասպանության համար, որովհետև 2560 ծառի կտրելը, որ մենակ 38-ի վրա եք դրե շուխուր, իբր 38 կախնի ատնգվե։ Նկարները գծած այն Facebook-ի էջում, վիդեոներն ակցված են Facebook-ի էջում։ Երեք էլ ասում են, գիտեք ինչ կա այնտեղ մի քանի հատ կարևոր ծառ թողել ենք, մի քանի հատ կարևոր ծառը տարեք, մտցրեք բոլորիդ հետևը լենքին, առանց կտրել, վերևից նստեք, սենց ճռռելով իջեք մինչև տակը։ Նորանշանակ իբր սրա տեղակալ Նելի Մուրադյանին է տվել են իբր տնօրեն, ասում ես նոր եմ նշանակվել, ես չգիտեմ ինչ են կտրել։ Նելի Մուրադյան, դու երկար ժամանակ եղել ես տեղակալը, ոնց թե դու չգիտես ոնց են կտրել։ Հո դու անասունի զավակ չես, փաստորեն դու անասունի զավակ ես, մարմնավաճառ ես, որ դու կարաս նաև քո երեխու, քո ընտանիքի թթվածինը կտրես, եթե դու ուզում ես սատկես, դու սատկի, ժողովրդի թթվածինը մի կտրի, ժողովուրդ ջան, հիշեցնեմ, որ մեկ ծառը տալիս է 3-ից 4 մարդու համար թթվածին, 3000 ծառը, փաստորեն տալիս է 10-ից 12000 մարդու թթվածին, սրանք ամեն ինչը կտրում, ոչինչ չեն սարքում։ Հաջորդ հարցը, Փայտյան Յուրի, դու ում ինչի գլուխն ես, որ թողում ես կտրել։ Դուք բոլորը դատվելու եք շատ ծանր հոդվածով գենոցիդ հայ ժողովրդի առողջությանը վնաս պատճառելու համար։ Դատվելու եք, ես ասել եմ։ Չստորագրեք փողերը չառնել։ Ժիրայր Վարդանյան, լրպի վաստակ։ 72 տարեկանում սատկելու ես դու ես ամեն ինչից հետո տանջամահով բերդում տանջվելու ես կնոջդ հետ մեկտեղ դատավոր որ չի կանգնե քեզ ասի գիտես ինչ այ լրպի տղա ծառը բոլորինն է ոչ թե ձերն է ու մտել եք Նիկոլ Թուրքազավր Վիժվացկի թուրքի բռնաբարվածի տակ ու կտրում եք Հայաստանի ծառերը Քոչանյանը մի մասը կտրեց Սարգիս Փլեյսիթի, մյուս մասն է կտրեց այն ծառավախբյուրին կպնող փողոցը դրեց Սարգիս շենքեր, իր տղենել են ընդ ջանդվում դեսպանատուն Արգենտինայի մի քանի տեղ ծախին պրծան Բաբաջանյանի կողմից։ Հաջորդ շարունակությունը էս արեց։ Լուսահոգի պատգամավոր Մանուկ Գասպարյանը տարավ բոլորին մայրուղի հանեց, որ չթողեց կտրեին։ Չեմ ասում Մանուկը սուրբ էր, բայց այդ գործը արեց Մանուկը Զեյթունցի։ Կանգնեցրեցին ժամանակավոր, հիմա անցել եք լրի վերացմանը հայ ժողովրդի։ Ձեզ թուրքերը նենց են ընտանիքներիդ բերյանից բռնաբարը, որ դուք արդեն վերացնում եք ամեն ինչ, նույնը կատարում է Զեյթունի այգում։ Այ մեր իրոք երջանկահիշատակ պատգամավոր Աշոտը, վայքո, Աշոտի անունը, Տոնոյան Աշոտը, Տոնուսի Աշոտը, մեր իրոք լավ պատգամավոր վերցրեց խորհրդային միության ժամանակներից մինչև 2007 թե 8 թվականը, եթե չեմ սխալվում, այդ այգին ավերակ էր Զեյթուն։ Երեխեքը գնում էին խաղում էին կեղտոտ, վերքոտ գալիս էին։ Աշոտը վերցրեց ընտիր նորոգեց։ Հիմա փակել եք թե նորաձև սենսորի նորոգելու ենք։ Ավինյան լրպի տղա։ Ավինյան բութ լպստող այլասերված ԼԳՏԲ վաստակ։ Դու կտրել ես Զեյթունի այգին, էլի ասում ես մի քանի օր բանը, մի 2 տարում պետք է հիաշտքան շտեղ դառնա։ 2 տարին անցել է, ուրա։ Ավինյան լրպի տղա, բռնաբարվածի զավակ, կնիկդ 6000 եվրոյանոց Rolex-ա կապում։
Ում շնորհիվ, այ փնթի մոռացել ես լֆիկը ոնց էր քացը խփում պոչուկիտ ու մտցնում ավտոն, բա հիմա ոնց ես լմլմցնում լֆիկի տակ։ Լավ էր անում, ես լֆիկ չեմ ասում, որ ինքը քիչ հացեց է։ Ճիշտ է, ինքը գիտեր, որ Նիկոլի հետ պետք է փայ գնա, արդեն որոշված էր, բայց պետք է լավ սատկացներ կոնե Ավինյանին։ Այս այլասերվածի վիժվածքներդ բոլորը տատվելու եք։ Բոլորդ Զեյթունի այս ֆանտանների համար, որ տոնուսի աշոտը սարքեց սիրուն տեղ, շատրվաններով, բեմով, ամեն ինչով դրի քանդիկ թե լավն ենք սարքելու։ Ուրա 2 տարին անցել է, ինչի չեք սարքել։ Դրա համար Երևանը համառը 50 աստիճան ալնում։ Այսինքն ինչ ասեմ, ընտանիքով թուրքի տակ պարկած Ավինյան, ընտանիքով, կին, երեխահեր, մեջ, դու, Նիկոլ Փաշինյան, Ժիրայր Վարդանյան, Նելի Մուրադյան, Յուրի Փայտյան, ես ինչ եք անում երկրի գլուխը։ Ավինյան ենքին ուրա են իմ հետևորդ, որ գրում էր, վայ սակուրաները դնեմ դոշիտ։ Ավինյան սակուրաները բերիր տնգեցիր, դնեն դոշիտ սակուրաները, 15-20 մետրանոց ծառերը կտրեցիր, խուժան սակուրայից տնգե, ուր այդ սակուրայի օգուտը։ Հա? Այդ ջհուդի վիժվածք, ուր այդ օգուտը։ Կնիկտել բանի հետ Մայրամիքի հետ ստրիպտիզ ապարում, Դուբայում դու Հայաստանը կտրտում ես ծառերը, հա։ Վիդեոները գցել էին ստրիպտիզ ապարելուց երկուսն իրար հետ։ Լկտավարի Մայրամիքի հետ, փաստեն քուկինը ու Մայրամիկը հավասար գծի վրա են։ Դու թողում ես տենց։ Դու թողում ես տենց, մալադեց ուրեմն քեզ։ Սայից հետո չասես խիա տենց։ Մայրամիկի հետ արդեն կողքը կանգնել, այդ նշանակում արդեն 18 պլյուս չէ, 41 պլյուս։ Այն որ չկա աշխարհում նման պորնո ինդուստրիա չկա, որի մեջ են։ Քոկինն էլ մցրել է ստե փաստորեն դու։ Ու Երևանը այսօր դրել եք, sense ծառերով կտրում եք։ Զեյթունի պես տեղը, որ կանաչախիտ էր, այսօր Զեյթունը սարքել եք անապատ։ Ես զարմանում եմ, որ ահա որ զարմանում եմ, այդ դիմացի նորակառույց շենքերը եմ, բժշկականներ, համալսարաններ, բնակչության կատարյալ ապուշության վրա։ Ժողովուրդ, ես իրավունք ունեմ ձեզ ասել, որ դուք եք թելպատված։ Ինչի՞ չեք հելնում ցույց անեք, որ տեսնում եք կտրում են։ Դուք ինչի մի օր ցույց չարեցիք, հելնեք, փակեք, ձեր օդն է, ձեր տեսանն է։ Հիմա սիրունա, որ այդ կվադրատ գծած արդեն քառակուսի մետրերով գծել են, որ վաճառեն։ Հա, Մարտամի 600 մետր, 800 մետր, ոնց որ մանումենտը վաճառեցին։ 1 միլիոն քառակուսի մետր տարածք, ավելի ճիշտ 800 հեկտար է գրած, բայց շրջակա միջավայրով 1 միլիոն, 800 հեկտար, այդ մոտավորապես 1 քառակուսի կիլոմետր, այսինքն 1 միլիոն քառակուսի մետր։ 500-600 մետրով դա գայսա մոտավորապես 200 տուն, այսպես պլյուս մինուս ասենք։ 200 կամ 150 տուն էս կենտրոնում այդպես թվերով ծախելու են, ոնց որ մանումենտ արին։ Ու դուք ասելու եք մանումենտը բարեկարգված է, հələ մանումենտի ժողովուրդը հիշեք ինչ էր կատարվում։ Ինչ էր կատարվում, հիմա ինչ է կատարվում այդ մանումենտի փողոցները, Արաբկիր 53, 51, 47, 49, ներքևի փողոցներ 37, 41, 33, ինչ է կատարվում այդ տարածքը, Բաբայան փողոց, ձեր տեսարանը ինչ է հիմա պատուհաններից։ Մանումենտի տղեկ եք թասիվով կանգնած եք այնտեղ, այդ ոնց թողեցիք այդպես բան լինի։ Երվանդիկ Սարգիս Կարոլինայի հելել էր Երևանը ինձ հարգում է, բան քթից այդ խլինքը վեճնի, դբրոցում էլ էր այդպես, հիմա էլ այդպես։ Բա ոնց թողեցի դուք հո թաղիտ մեջ այդպես կտրես սա։ Լավ լենքին տակ մտնելու գաղափարը զգացել եք, հա։ Այսպես եք անում, որ երկիրը վերանում, հետո ասում եք ախպեր, դե մենք ինչ անենք, որ ախպեր։ Մենք ինչ անենք, կարևորը մեր տները բան, մենք ինչ անենք, ինչ անենք։ Ինչ պիտի անենք, կեսը խաշլամա, կեսը խորոված, արեք, կերեք, մի օր էլ ոչ մի բան չեք ունենա։ Այ որ սրտանոթային հիվանդությունը եւ շնչառական հիվանդություններից մահը դառնում է 50% ջայլ ձեր ծնողները դուք գնում եք, մանումենտ իմ թայ տղեկի կեսից շատը մեռել են արդեն տարբեր հիվանդություններով, հետո մի ասեք ինչի հա տենցելու։ Ժամանակին որ հելնենք դուրս կանգնեք չթողնենք, այս ամբողջը սենց էր լելու։ Նույնն է հիմա խոսում եմ Զեյթունի մասին։ Նույնն է խոսում եմ մեր Զեյթունի Դրոյի փողոց, Ավետի Սահարոնյան փողոց, Ռուբինյաց փողոց, Դավիթ Բեկի փողոց, Մխիթար Գոշ, Դավիթ Բեկ, բոլորը Մխիթար Գոշի արձանի մոտը, Դավիթ Բեկի փողոց, Դրոյի փողոց, բոլորը ժողովուրդ ինչի դուրս չեք գալիս։ Դուրս եկեք ասեք այս ինչ եք անում։ Բայց սուտի քաղաքապետ է, սուտի իրան գողականա դրես ուզբեկի դեմքով, երրանքյունի գլխով ուղեղը փուճուր տակը լեն, այս լրբի տղենով ա որ եկել է իշխանության Նիկոլենց հետ ու ցույցատալի լավ բաներ անում։
Մի հատ բուտկայի քանդե, խանութ եմ քանդե, կաֆե եմ քանդե, շենքերի արանքա, ով գիտի իր տարածքն է, մի հատ բուտկա քանդել են, ժողովուրդը բողոքեց, կաֆեն քանդինք։ Բայց ժողովուրդը չի բողոքում, այմ այդ 2 տարի այդ այգին ի՞նչ է վիճակը, ամեն Հայաստան գալուց անցնում տեսնում եմ, տների մոտ է, ի՞նչ է վիճակը դա։ Թաղապետ ես, ինչապետ ես, դու ով ես ընդհանրապես, արա, սուտի գողական ես, սուտի մենթական ես, կամ էլ հիմի ուր է գողական։ Գողն ու միլիցիան հավասարվել են իրար։ Ուր է հիմի գողական։ Ցանկացած գող միլիցու հետ գործ անում։ Պաչում է, միլիցիան դանոս է տալի։ Ցույց տվեք մեկը, որ դանոս չի տալի։ Այնա վիդեոները գցած է բոլորի դանոսների։ Ցուցադրաբար փչացնել, դանոսը տալիս է, վիդեոն գցում են էջ։ Այս ամբողջ գործողություններից հետո արդեն մարդ զարմանալի է դառնում, ոնց կարելի է սրանց ընդհանրապես ընդունել մարդ։ Ընդունել մարդ։ Դուք բոլորը ասում եմ, ցմա տաժանակիր դատվելու եք հանքերում։ Հանքերում դուք չպետք է գնդակարվեք, դուք հանքերում պիտի աշխատեք, սատկեք հանքերում, ուրանի հանքում, ածուխի հանքում, եսի մոլիբդենի հանքում եւ այլն, թունավոր մասերում հենց։ Ոսկու հանքում ամենաթունավորը։ Անցնենք հաջորդ հարցին, անցնենք Էշմիածնի Ձյանչիկի թեման։ Էշմիածնի Ձյանչիկը, որը հայտնի էր, սկզբում տպեցին ամեն ինչ, հետո փակեցին, դրեցին Էշմիածնի քաղաքապետ, հանդիպում գումարով եւս մի հոգի Նիկոլ իշխանության մեջ, չնայած բոլորն են հանդիպում գումարով, հələ Ձյաննան ու այն արտաքին հետախուզության պետը Քրիստիկը հանդիպում գումարով, գոնե գումար էին վերցնում։ Նիկոլի ընտանիքը մի բան է իրանք են գումար տալի, որ տղեկը կամ վրեքը։ Հանդիպում ես գումարովների հետ Ձյաննան էր, Էշմիածնի քաղաքապետը։ Քաղաքապետ նստելուց հետո բնականաբար այս հանդիպում գումարովին լոխերից մեկը առավ, իրա հերնել, այսինքն կեսրարը բռնեց դրեց բենզակալոնկա, բենզակալոնկայում էլ մարդկանց վրա բազարար է, ինչ որ ոմը մի ճապ, իջեմ էլ ճանաչում, ես մի հատ ճապ եմ ճանաչում, դա մեր Երևանցի ճապն է, չգիտեմ մի կա թե չկա, ճապ բարյոր, հա, ինչ որ մի հատ ճապ, ջայել գնացել է բազարի ժամանակ, զենք հանե կրակել է, այդտեղ աշխատող մեկը մեռել է։ Ձյանչիկ, հիմա դու հոտվածի տակ չես մտնում, քո կեսրարին ինչ որ բան արե, դու քո կեսրարին թիկունք ես, բերիք բենզակալոնկա տվիք, բենզակալոնկեն մինիմումը 5 միլիոն փողա, թե որից քեզ այդքան փող հանդիպում գումարով այդքան փող չէ վաստակի, որտեղ ոչ տեսք ունես, ոչ էսի միշտ գինես վերցրե, տակը գրած էր գները։ Հիմա քաղաքապետ այս սպանության մեղավորով արյունու վրա քո ինչով է տարբերվում առաջվա քաղաքապետ Մանվելի տղուց կամ Մանվելենցից կամ մյուսներից, նրանք էլ էին նույն սպանություն անում։ Դու ինչով ես տարբերվում նրանցից։ Ես ասեմ ինչով։ Որ Մանվելի ու Մանվելի տղու նկարը հանդիպում գումարով չկար, քո նկար։ Այսինքն դուք ավելի վատը դուս եկաք, քան Մանվելը, որին ինչ ասես ասում եք։ Պարզ է։ Հասկանալի է։ Ոչ Մանվելի տղու Կարենի նկարը կար, անկախ նայից ես այդ մարդուց զզվում եմ թե չէ։ Ոչ էլ Մանվելի նկարը կար, անկախ նայից զզվում եմ թե չէ։ Հանդիպում գումարով երկուսի նկարը չի եղել, բայց քո նկար։ Դու ավելի այլասերված ես, քան մյուսները։ Ձյանչիկ։ Մարդասպանության մեջ արդեն թաթախված։ Վերադառնում եք հին լեկտիություններին, Ստեփանավանի սպանություն, այնա վիդեոն գցել են, այդ տղեն ուղակի նայում է, տանում կողք սպանում են։ Այդ երկու լրփի զավակներ, աղբերներ, ձեր մամաներին, չգիտեմ ով ինչ արե, որ մամատ ու պապայի հետը, որ չեն կարողացել դաստիարակեն, որ անասուն նայելու համար մարդ չեն սպանում։ Աչքը տվածան նայելու համար, եթե դուք նայելու համար սպանում եք, իրենց դատավեճիռը, եթե դատավորը տղամարդ է, ոչ միայն շալվարով ու ֆիզիոլոգիական ծնունդով, այլ հոգով, պետք է սահմանի դատը երկուսի աչքերը հանել, բաց թողնել։ Երկու աղբոր 4 աչքը հանեք, բաց թողեք, որ իրենք էլ մարդու չնայեն։ Մխիթար Գոշի դատաստանագիրքը պիտի գա Հայաստան, որ ճշմարտությունը վերականգնվի, որ չդնեն ուրիշի 17 տարեկան տղուն դանակով սպանեն։ Դուք մարդու կյանք տվել եք, դուք գիտեք ծնողը ինչ գնով այդ երեխուն հասցրել։ Նա էլ կնիկն է ես իմ ինչ ելներ, դե արի բուկետ բերանս մի բացի ընտանիքու բերան կրվի։ Կնիկը ինչ էր պալտոյով խոտ կուր տեսանք։ Խոտ կուր ոնց որ
տուկի մեշոկ, ոնց որ իրար վրա գալախ սարքած տուկ, պալտոյի տակից ինչ էր նայում, որ դու էլ այդպես ոգևորված տարար այդ տղուն դանակով խփիր։ Ոչինչ, Բերդում ձեզ համապատասխան ձևով կինկը սարքեն Բերդի, լավ տղեկ, հա։ Համապատասխան այնքան կին սարքեն, որ դուս գալու ձեր կնոջը չուզեք, գնաք ուրիշ տղամարդ ուզելու, երկու աղբերով։ Հաջորդը ինչի մասին եմ ուզում խոսել։ Ուզում եմ խոսել մեր կուսակցությանը արդեն սկսած ոչ պաշտոնական, sense տակից սկսած պետական օրակարգ կատարելով կպնելու։ Բայց ես նեղացած չեմ, որովհետև շատ եմ ուրախացել։ Եթե սկսում են այդպես կպնել, ուրեմն մենք իրենց համար լուրջ խնդրեմ ենք ներկայացնում իշխանության եւ սուտ ընդդիմության կոկորտին։ Մի հատ մեծ ոսկոր ենք, որից կարան խեղդվեն, դրա համար սկզբում դեմ են տալիս իրենց թեթև թնդանոթների, սպասելով մեծին։ Նախ մի քանի խմբավորումների կողմից փորձելով այսպես վարկաբեկել թերթերում բան, սա հեչ։ Օգտագործում են միջին հրետանին, Նաիրա Զորաբյանին, ինչպես կասեր դոգը նարիրա, ասում է դիմում եմ ընդդիմությանը, եթե դուք տղա եք, քոչարի պարելով չգաք։ Նարիրա ջան, մենք քոչարի պարելով չենք գալու, մենք տրնգի պարելով է կգանք, քոչարի պարելով էլ կգանք, տոքո խաթ էր, որ ասում էր ռեպ, կուզես ռեպ կպարենք, կուզես բրեկ դանս կպարենք, կարևորը դուք ու ձեր նմանները հայտնվեք համապատասխան բերդերում։ Հիշեցնեմ, որ դու եղել ես Նիկոլ Փաշինյանի ենթակա լրագրողուհի, որից հետո պլավնի անցել ես իշխանություն դոդի մոտ, դրանից հետո անընդհատ ինչպես դոդներ Սերժի ու Քոչի հետ քիփ, դու էլ Սերժի Քոչի հետ քիփ, Սերժի Անժելայի հետ ադին Եգոր Լևամիցին նստած հաղորդում եք տալիս։ Անց որ Քոչարիով պարելով կգանք թե չեք գա, մի վախեցի դու Քոչարից, հայկական պարա, ասա թուրքական յուրի չպարենք քո տերերի պես։ Քո տերերն են, չէ՞ գոռում կեցենք Ռուսաստանը դոդու փախավ Հայաստանից Արցախի հանձնելու օրը։ Քո տեր Քոչարյանն է, չէ՞ յուրի պարող թուրքը, Սերժը յուրի պարող եւ վերջապես քո առաջի տերը Նիկոլ Փաշինյանը թուրք յուրի պարող, որի տակ հիշեցնեմ, որ յուրի պարի տակ կոտորել են հայերին թուրքերը։ Էնպես որ մենք յուրի չենք պարում, մենք հայկական Քոչարի ենք պարում։ Հաջորդ խեղկատակ օրվա ուզում եմ անդրադառնալ Գյումրու ընտրություններին, նախ բռնել են Գյումրիում, այսօր տեսա էջերի մեջ մարդկանց ում բռնել են միտեղ դեպուտատ են տվես, սարքում են սարքում, ժողովուրդ Գյումրին միշտ եղել է ավանդական ու շատ ամուր քաղաք։ Սենց ամեն մի դուսպրծու կանոնները չտան, Գյումրիում չեն եկե ու չեն եկա։ Այս ամբողջը ասել եմ ալբոմը նրա համար, որ վիժեցվի արդյունքը, ժամանակավոր Սարիկը մնա, գնա երկրորդ ընտրությանը, երկրորդ ընտրությանը մենք կապացուցենք ով ով է։ Բայց հիմիկվա համար Վարդանիկի այսօրվա գոռոցը գիտեք ինչ է։ Այս մարդը հասկացանք, որ էլ արդեն ապրելու իմաստն էլա կորցնում, իր պավազքն էլա կորցնում, հայտարարում է խելոք մնացեք, թե չէ հեղափոխություն կենեմ, Ղարսն ու անին ետ կբերեմ։ Ուրեմն Վարդանիկ Սլաբոդսկի, ես քեզ ասում եմ, անգրագիտության գերադրական աստիճան, նախ Ղարս չի, որ Կարսել չի, Կարս Թուրքիան է, Ղարս Ադրբեջանն է, դու դրանով քո թուրք տերերին ես հովանավորում, հայերենով Վանանդա։ Ես ուզում եմ ասում ես խելոք մնացեք, թե չէ հեղափոխություն կենեմ, հետ կբերեմ։ Ես ազգասերներ խմբի եւ Քոչարի կուսակցության անունից Արտակ Սարգսյանի պաշտոնապես հայտարարում ենք, մենք խելոք չենք մնում, որպեսզի դու հեղաշրջում անես ու Վանանդն ու անին հետ բերես, խոսք ենք տալիս, սրանից հետո էլի խելոք չպահել, որ դու ամբողջ արևմտյան Հայաստանը բերես, ամբողջ արևելյան Հայաստանը բերես, թե կարաս Տիգրան Մեծի հողերը վերականգնի, Վարդանիկ ջան, Վաշտան ջան ասած լենինականցիների,
թլիկ խոսացող խեղ կատակությունով հայտարարությունը հասել է գերադրական աստիճանի։ Գերադրական աստիճանի գյոզալական հզորագույն Գյումրի քաղաքում թաթերաբեմ են իջեցնում հասարակության էժան մարմնավաճառների։ Հանձինս Վարդան Ղուկասյան, Սարիկ, Սուրեն Սուրենյան, Արամի Խորտքույդիկ, ընդեղով Խզմո, Գերեզմանափորյան Շիրինյան Լևոն, նրա հետ Գոմիկ ու մորը բռնաբարող ու դատի տվող Արման Բաբաջանյան, Հարսին բռնաբարող Լևոն Բարսեղյան, բրավո, Գյումրի, կյանքում սենց այլասերվածություն չէր տեսել, են եսիմ ինչ Մանուկյան է, ինչ է խպնվածը, որ ֆայտոնի վրեն ելույթ է ունենում, Գոռիկինոյի դերասան, բրավո, Գյումրին սենց այլասերվածություն չէր տեսել, Ռուբո Քոչարյանական, ընդել են Սոնա Աղեկյան կոչված են այլասերվածը, որ տղամարդիկ փարվելու համար քաղաքապետարանում ժամանակին բերեց թրքաջուրը շպրտեց տարունի վրա, հետո թռավ են տղամարդու գալստուկից քաշեց, չափալախեց, թռավ գիրկը, քիչ էր մնում պլյուս 18 հաներ գրքին հանին զալից, ասма ապացուցեց Ռուբենը, որ Քոչարյանը ճիշտ է եւ ազգային ուժը քյոխն է, որ եկավ կանգնավ ճիշտի կողքին, քյոխին դե արի մի ասա, քյոխի ազգայինը որն է, որ փախավ Ղարաբաղից առանց կրակելու, ասեց ժողովուրդն է մեղավոր։ Մեկ էլ Սյամո Բաբայանն է մեղավոր, բռնաբարված լրպի տվա Աննայի ծոցից սիֆիլիս ընկած դուս եկված, որ անպարկեշտ անպատ է արտահայտությունը անում, ասма ջերմուկի կռվին Ղարաբաղում կոմանդոսը փախավ 2009 թվին իր չկռվածի համար իրան տվին ազգային հերոսի կոչում։ Դու այդ թուրքերը բռնաբարեն քեզ կամ էլ հակառակը։ Երկու դեպքում էլ դու մեկահետներն ես, այ Աննայի ծոցի ոչիլ, մանդավոշկա որ քորվում է, այ թուրքի լամուկ թողիր Արցախը փախ Արցախող լրպի տղա, դու էլ ես կամանդոսին անուն ես դնում, դու ընդհանրապես ով ես, որ կամանդոսին անուն դնես, Աֆղանստան կռված գեր գրադի այդ մարդուն, մահացել է, մահացածի հետևից սուտ բաներ ես տպում, այ լրպի վաստակ, այ Նիկոլի Աննայի ոտների արանքի եղած չեղած մշտական։ Սամո, դու, Արայիկը, բոլորը իրար հետ ցմա էլի գնալու եք հանքերը։ Խոսքս հիշի, դու ենքան լրպի տղա ես, դու ենքան ազգի դավաճան ես, որ քո նման վիժվածք հայազգը ունեցել է մի քանի հատ կարամ ասեմ, դու Պետրոս Գետադարձը, Վես Սարգիսը եւ նման քո նման մանր եղջերավոր լրպի զավակներ, սուտի գեներալ, բռնաբարվածի զավակ, իժո, հազարավոր հայ մարդկանց ճակատագրի խեղող, հազարավոր հայերին Հայաստանից վտարող, սպանող կրակող ռուսական մարմնավաճառ, ռուսի հրաման կատարող, թուրքի հրաման կատարող լիրբ, Վիտոն մեկ է քո հետ, մեկ են Արշակ Զաքարյանը ձեր հետ եւ նման հազարավոր կենթանիներ գեներալիտետ Ղարաբաղից եւ նույնպես ղեկավարություն քաղաքապետեր Արցախից։ Ասма կոմանդոսը փախել է իրան մեդալ են տվել։ Արա դու կոմանդոսի կոշիկները, որ պարծյանքեն ստի, որ չի փոխել պատերազմի ժամանակ, այդ պարծյանքեն 5000 անգամ ավելի թանկ է, քան դու քո վիճակով Սյամո, իժո, հարազատներդ են քեզ ատում, իժո, դու ոնց ես երես վարձացնում խոսաս։ Այսինքն լրփազավրներ կան մեր երկրում ժողովուրդ ջան, որ դեռ կենթանի են։ Ու մորոք հանձինս Ռուսաստանի լպստ, Ռուսաստանին էնել ոչ թե օգուտ տվող, վնաս տվող, հիմա ես դրա մասին կասեմ, Ռոբերտ Քոչյան, Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան եւ Նիկոլ Փաշինյան։ Հիմա ես ռուսերեն կանադառնամ, ասել եմ, թող լինի ոչ գրամատիկ, բայց որ ռուսները կհասկանան ինձ հույսով են, կհասկանան Ռուսաստանի կառավարությունը, որպեսզի ամեն ինչ գա իր տեղը։ Господин Путин, правительство России, господин Наришкин, я хочу обратиться к вам. Извините за мой
неграмотный русский язык, потому что я не носитель языка. Что тех людей, которых вы доверяете, которые живут в Армении, работают в посольстве, чрезвычайный полномочный посол, атташе, консули и так далее, которые для вас делают большое якобы одолжение, донашивают, кто в Армении более популярен, например, Кочарян, Серж Сарксян и так далее, Никол Пашинян или Левон, и их эти маленькие гномики партии, это вам они просто делают, против вас работают. Правда, они берут деньги из этих и пишут дано, что их любит народ, они будут с Россией навсегда и так далее. А на самом деле вообще наоборот. Вы отправьте ваших сыщиков, ваших спецразведчиков, которые сразу из народа спрашивали, кому они уважают. Ваших этих, не знаю, чем они занимаются, этих бюрократических и предателей или реального народа, или реального армянского коренного лидера. Прошу вас посмотреть всю информацию и потом делать выводы. Почему? Потому что неправильные доносы приносят вред и Российскому Федерацию, и Республику Армении, и армянскому народу. Для меня важен мой народ. Поэтому, если вы хотите что-то сотрудничать, найдите тех людей, которые реально, армянский народ, которых реально считают своими лидерами. Не тех, которых очень много медиа, там телеканалы и так далее, чтобы они показывали, что я самый хороший, это я. А что будет из этого в России? Вы это лучше знаете, чем я. Недаром в 1801 году Павел I своих войск и своих шпионов отправил, что Кавказ, особенно Армению, превратили якобы последний якорь Российской Федерации в Кавказе. А сейчас этот якорь уже потихонечку исчезает. Если не будет Армении, не будет и не то, что Грузии, не будет и Кавказа Северного, не будет России до Воронежа. Вы это очень хорошо знаете. Несколько раз, 2 года, 3 года назад, ваши работники через кого-то со мной связывались, я сказал наши условия, что для Армении Россия должен обеспечить то, а то для России всегда будет хуже, больше хуже, чем раз и навсегда. Россия просто из Кавказа не уходит бегом до Воронежа. Все вы будете отсюда уходить, потому что кроме Армении никто вам не может здесь держать в Кавказе. А ваша политика это просто против России, против армянского народа. Այսքանով ես ուզում եմ ներկայացնել իրականությունը ռուսական կառավարությանը, ովքեր ապրում են Սփյուռքում, ես հայերեն եմ ասում։ Ես դիմել եմ Ռուսաստանի կառավարությանը, հատուկ հետախուզական պետ Նարիշկինին, Պուտինին, որ Հայաստանում գտնվող Ռուսաստանի դեսպանատունը, որը ներկայացնում է իբր թե ճիշտ ինֆորմացիա Ռուսաստանին, իրականում նա ներկայացնում է շատ խաբուսիկ փողով վաճառված ինֆորմացիա, որ հայ ժողովրդի, если մոտ հեղինակություն է վայելում Քոչարյանը, Լևոնը, Սերժը, մի խոսքով Նիկոլը, բայց իրականում այսպես չէ, քանի որ եթե նրանք վնաս են տալիս հիմնվելով այդ ինֆորմացիայի վրա, վնաս են տալիս հայ ժողովրդին, նաև վնաս են տալիս ռուս ժողովրդին։ Ես հիմա պայքարում եմ իմ ժողովրդի համար եւ ուզում եմ, որ դուք գտնեք այն մարդուն, ով իսկական հայ ազգի լիդերն է, որպեսզի նրա հետ խոսեք, ոչ թե էժան վաճառված դավաճանների հետ։ Սա իմ իրական խոսքն է, որովհետև եթե կորի Հայաստանը, կորելու է Ռուսաստանը մինչև Վորոնեժ, այսինքն 1 միլիոն քառակուսի կիլոմետր։ Դա պիտի մտածի ռուսական կառավարությունը եւ իր քաղաքականությունը ճիշտ կազմի։ Հակառակ դեպքում ռուսական կառավարությունը այստեղից կգնա անհետ,
Նիկոլ Փաշինյանը, որ իբր ցույց է տալիս, թե ինքը հակառուսա, բայց Ռուսիա ամեն ինչին գնում է Պուտինից տուն, ռուսիկն է լվում ուղղակի մենակ դրանով ապացուցելով, որ ինքը ուղղակի երկրի տերն է։ Այսքանով ես ավարտում եմ այս Հայաստանի բաժինը եւ հիմա միանգամից կանցնենք միջազգային երկու կարևոր լուրի, որ իմ համար բավական կարևոր է։ Նախ ասեմ։ Հիշում եք Կիպրոսի համար ասացի։ Ուրեմն Կիպրոսի համար ՄԱԿ-ի խորհրդում որոշել են Գուտերեշը, որ պիտի Կիպրոսի հարցը լուծվի, sense չի մնա, ու հետա գնալու Կիպրոսին ապօրինեն նվաճած տարածքա 50 տարի ու էդի ոնց կլինի տենց։ Բա Ալիև եւ Էրդողան 3 տար ավել վերջում։ Հա, չասեմ բոլորդ հասկացաք։ Բա դու ասում էիր Արցախը ապօրինի տարածք է, հայերը նվաճել են, 30 տարի հետո մենք վերականգնում ենք։ Բայց Կիպրոսը ապօրինի նվաճված չի, մարդիկ 50 տարի հետո ասում են։ Տեսեք, ձեր արածով նախատիպ տվեցիք։ Հիմա Թուրքիան Ադրբեջանին հատուկ, այսի թող ադրբեջանցիներն լսեն, փուրը տալը սա է կոչվում։ Արցախը այնպես արեցին, որ վերցվի, որը արդարացվի Կիպրոսի գրավումը, բայց քանի որ Կիպրոսի գրավումը չարդարացվեց եւ ՄԱԿ-ը հելել է Եվրոպան, ասում են արիստել է Թուրքիա, Կիպրոսը պետք է հետ տաս, դու շատ ես հաբրգե, դուրս է գալիս ինչ Ալիև, դու էլ ասում ես ես ճանաչելու եմ Կիպրոսի թուրքական հանրապետությունը ինքնարժեք, դուրս է գալիս որ դու պետք է ճանաչես Լեռնային Ղարաբաղի ինքնավար հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը որպես միջազգային սուբյեկտ, պետություն։ Եթե հիմա Կիպրոսը վերցնեն, հաջորդ էտապով ֆռալու է քո վրա։ Հասկանում ես, դրա համար Ալիև քեզ ստիպեցին, որ երկրորդ քայլը անես, որ սխալվես, դու վտարես ՄԱԿ-ի ներկայացուցիչներին։ Այսօր է կանգնել ես ՄԱԿ-ի Գուտերեշին, ասում ես, այ իմ պատենտ Գուտերեշ, դու ուզում ես Կիպրոսը վերցնես, սա Ադրբեջանի բարբառն է։ Հասկանում եք, չէ՞ ոնց են փուռը տալի։ Միշտ սենց է, շանը փուռ են տալիս, որ իրենց հարցը լուծվի։ Ալիև դու ես քայլով, նաև ազդում ես, դու քո ձեռքով Լեռնային Ղարաբաղի հանրապետության, Արցախի հանրապետության անկախացման ճանաչմանը։ Քանի որ եթե դու հիմա ճանաչեցիր Կիպրոսը կամ չճանաչեցիր հայոյեցիր, հարվածը ուղեցիր քո դեմ, որը Եվրոպան նույնպես աշխատում է քո դեմ։ Իմիջիալոց բոլոր խորհրդարանները օրենք են ընդունում, որ Արցախի ժողովուրդը պետք է վերադառնա եւ առանց պատերազմի դեմոկրատական հանրաքվեի միջոցով, առանց ադրբեջանցիների որոշվի Լեռնային Ղարաբաղի հանրապետության լրիվ անկախությունը, ճանաչելիությունը Ադրբեջանից։ Հասկանում եք, չէ՞ ժողովուրդ խաղի կանոնը ոնց է փոխվում։ Խոտ ձիով Թուրքիան փուրն է տալիս Ադրբեջանին, միջալս թող լսեն ադրբեջանցիք եւ կհասկանան, որ ճիշտ եմ ասում։ Թուրքիան փուրն է տալիս Ադրբեջանին, իբր թե օգնելով հետ վերադարձնել 30 տարվա վայ նվաճված տարածքը, իմիջիալոց Ադրբեջանը դուրս է եկել առանց Արցախի սովետական միությունից, այսինքն ինքը նվաճում է կողքի պետությունը, հետագայում հարցը, որ վզին դնում են Կիպրոսի, հիմա այստեղ հարց կա։ Եթե Թուրքիան ճանաչում է Կիպրոսը, բնականաբար չի կարա ճանաչի, ավելի բետար բաներ անում, իսկ հիմա պետք է հետ տա։ Իսկ հետ տալու դեպքում, որ Թուրքիան իշքան է դիմադրի հետ տալու, հետ է գալու նաև Արցախը, քանի որ Ալիևի հիմա պայքարում է նրա համար, հարվածի ուղղությունը ինքն է ՄԱԿ-ին փակե, գնում է Ալիևի վրա, Ադրբեջանի վրա։ Ահա տեսնեք, ինչ հոյակապ խաղա կազմակերպվել Թուրքիայի ու Ադրբեջանի հանդեպ։ Ես սպասում եմ վերջնահանգույցին, որի ընթացքում կտեսնեք ինչա լինելու, որը ասում եմ Ադրբեջանից էլ Ալիևը չպետք է խոսա, պիտի գա մեր հետ խոսա, մեր հետ, մեր կուսակցության, ոչ թե Նիկոլի, մերի բանը, որպեսզի կարողանա ինչ-որ մի 10,000 քառակուսի պայի վրեն ապրեն, ես հենց այնպես չեմ ասում։ Սրանից 5 տարի առաջ բոլոր ասածներս եղել են, բացեք հերթով նայեք, ես ոչ թե գուշակ եմ, ես ճիշտ վերլուծում եմ։ Ատում եմ գուշակ բառը։ Ինչ ասել եմ եղել է։ Հիմա էլի մասսասներս կարող 2-3 տարի հետո լրիվ իրականություն դառնա։ Մեհրիբան Փաշաևան, էլ ինչ Ալիևա։ Մեր հետ կապտնում ես, դու կկարողանաս հարցը լուծես գոնե 10,000 քառակուսու վրա, այս մի 2.5 միլիոն քոչվորին պահես։ Ճիշտ է, դու ջհուդ ես, լեռնային ջհուդների հետ կպահես։ Եթե չէ, ասել եմ, իսկ ով որ խելոք ավելի խելոք ադրբեջանցիա, չի սպասում 2-3 տարվան։ Ջամբուլի Մարս։ Դրանից լավ տեղ ձեր համար չկա։ Հաջորդը ինչի մասին ուզում եմ խոսել, տեսեք, սրա շարունակություն են տվել։ Վերցրել են Ատրպատականի բնակչությանը, քոչվոր ադրբեջանցիներին, տեղացիներին
հանել են բունտի Իրանի դեմ, որ մենք ջուր չունենք, մենք ապրելու իրավունք չունենք, այս ինչա վատա, ամեն ինչ վատա, խոյի եւ մնացած տեղերի եւ ուզում են մի հատ հիմար բան են ասում են բնակչության 80%-ը էթնիկ ադրբեջանցի է։ Ուրեմն հիշեցնեմ ձեզ, որ Հատրպատականի 130,000 քառակուսի կիլոմետրի վրա բնակչության ընդամենը 25%-ն է ադրբետականցի, որոնք մամեդականություն են ընդունել եւ ոչ մի գենետիկ կապ չունեն Ադրբեջան քոչվոր պետության հետ, 10-15%-ը հայերն են, ծպտյալ հայեր, 20-25%-ը իրանցիներ են, պարսիկներ եւ 15-20%-ը քրդեր են։ Էնպես որ այդտեղ 80% ադրբեջանցի ասելը սա ուղղակի ծիծաղելի բան է։ Սա իմացեք։ Որ այդպիսի բան ասում, նա ամենաշատը ծիծաղում է ինքը իր վրա։ Էնպես որ այս գործողություններից հետո շատ գեղեցին կինոներ կսպասվի, սա հատուկ զարգված է հրահրման, որ Իրանը խփի, իսկ Իրանը կարա խփի ադրբեջանցիներին իր հողի մեջ ամեն ինչ անի, որպեսզի իր հող չմտնեն։ Սա նույնպես ջեհուդական ծրագրի եւս մեկ մասն է թուրքական, որ նրան հանդարտ տեսնեն այստեղ ինչ են որոշելու։ Իսկ ինչ վերաբերվում է Հայաստանի հարցին, Նիկոլ Փաշինյանը, Նիկոլ Փաշինյանը նստած փուճուր երեխու պես մատների հետ է խաղում ազգային ժողովում, գցել եմ, էդ ինչ անում, եկա հորթես, մի քանի օրից ելում ես 50 տարեկան, այ 50 անգամ գեդինը մտնես դու։ Այսպես մարդկանց բերել են այս մանկապարտեզի մակարդակի, իհարկե Նիկոլը գիժ չի, չփորձեք գիժ ասել, որպեսզի դատական process-ից հետ չպայեք, Նիկոլը կատարյալ ստրուկա, որը կատարում է բոլոր հրամանները։ Իսկ ինչ վերաբերում է Կիպրոսի եւ Ատրպատականի հարցին, որը Միչայլոց ինչքան պարսկական հողա, 10 այդքան հայկական հողա, սա հայկական պարսկահայքի մի մասն է, այնտեղ դեռ շատ պիտի մակրագործումներ լինեն, համբերեք դուք, համբերեք հերթով մակրագործումները սկսվում են, ամենակարևորը հիմա Կիպրոսի հարցն է, որի վրա թուրքերն են փրփրած, այս ծանր իրավիճակում Իմիջայլոց Էրդողանի դեմ միացել են ոչ միայն Անկարայի քաղաքապետը, միացել է Ադանան, միացել է Իզմիրը Զմյուրնյան, միացել են մի շարք քաղաքներ, ժողովուրդները դուրս են եկել եւ պահանջում են Էրդողանի հրաժարականը, որից վերում է ծեծեր, մարդկանց ձերբակալություններ, գնդակահարվածների մասին տեղյակ չեն պահում, բնականաբար տնտեսության անկումն է հսկայականը։ Շուտով, ամեն ինչ շուտով կբացվի, ասել եմ, Թուրքիան միակ տարբերակ ունենա, այս է Թուրքիային, երբ որ թուրքերը ընդունեն քրիստոնեություն, X տարածքի վրա ապրեն, հայերի հողերը 618,000 քառակուսին տան եւ X հողի վրա իրենց համար ապրեն ու ընդունեն քրիստոնեություն։ Միակ փրկությունը սա կլինի։ Ուշադիր թուրքերը պետք է նայեն Հունգարիային։ Հունգարացիները եկան որպես թուրք, տեսնելով որ Եվրոպայում իրենք ինչքան է ջարդան են, հզոր թագավորություն ունեցան, կայսրության մաս եղան, տեսան չի լինում։ Հունգարիան կտրտեցին այդ մեծ մասը, թողեցին 1/6 մասը 10-15%-ի վրա, խելոքացրին, հիմա էլ ոնց ուզում է ֆռասում են։ Ապրումա քրիստոնյա դարած։ Վերջ։ Այսքան արտաքին քաղաքականության մասին։ Հիմա կանցնենք պատմական մասին, ես այսօր կներկայացնեմ մեր հայկական նախարարական տոհմերից մեկը կադվեանցիների մասին, ովքեր իշխել են Կորդուքում կամ Կորճայքում, որը նույնպես գալիս է իրենց անունից, շատ պատմաբաններ ասում են Կորճայքը դա Կորդուք քուրդերի տեղն է, որը շատ սխալ մեկնաբանություն է, քանի որ քուրդ նշանակում է խաշնարած թուրքերեն, սարի ապրող քոչվոր խաշնարած, իսկ կադմեացիները դրանք առաջացել են մեր Հայք Նահապետի որդի Արամանյակի որդուց Կադմոսից, այսինքն Հայ Նահապետի թոռ Կադմոսի անունով։ Սա Հայաստանի հարավային գավառն է, ընդհանուր տարածքը ըստ Մեծ Հայքի բաժանման որպես նահանգ 14707 քառակուսի կիլոմետր է, իսկ գտնվում այն հարավային Զագրոս հիմնականում ստեղծված էր բդեղշխություն, այսինքն զինված մեծ իշխանապետություն, դքսություն, որը պահում էր հարավային սահմանը Ասորեստանի եւ ուներ գահանամակում 13200 զինվոր, որը ժողովուրդ ջան 14000-ի համար հսկայական բան է։ Պատկերացնեք, Հայաստանի կեսից փուճուր էր 13200 զինվոր ուներ Հայաստանի Հանրապետության։ Հիմա Հայաստանի Հանրապետությունը 30000 ընդունենք, ունի 40000 զինվոր։ Բավական զինված են եղել եւ իրենց վրա ամենաբարձր պոստներ դրած, որտեղ այն ժամանակ ամենահզորը հարավից եկող Ասորեստան էր, իրենք կանգնացնում էին Ասորեստանը։ Իմիջիալոց կադմեացիները բավական բարձր դեր են գրավել հայոց պատմության մեջ, քանի որ մենք ունենք Մեծ Հայքի, ունենք նաեւ 4 բդեշխություն, որից մեկը հենց Կորդուքն էր։ Հարավային սահման պահող։
Տիգրան Մեծի ժամանակ ինքը բավական ուժեղ դեր էր կատարում, քանի որ հաջորդ բդեղշխությունը, որը հարավից էր պահում, աղձնիկներ, որտեղ եւ Տիգրանը սարքեց իր մայրաքաղաք Տիգրանակերտը։ Էնպես որ մեր պատմության մեջ այսօր այդ տարածքը գտնվում մեր պատմության մեջ շատ հզորագույն մարզեր, ղեկավարներ, ազգի բնական հետնորդներ, Հայկ Նահապետի Թորի անունով ստեղծած մարզերը այսօրվա դրությամբ ցավալի գտնվում է Թուրքիայի տարածքում եւ այն բնակեցված է քրդերով եւ որոշ վայ պատմաբաններ այն անվանում են քրդերի երկիր, առաջացել է քուրդ բառից կորդուքը, բայց իրականում առաջացել է կադմոսից կորճայք բառից։ Պարզը անեց, որ պատմությունը լավ իմանալն ու ճիշտ իմանալը սա չի խանգարում, ընդհակառակը օգնում է, որ դուք իմանաք Հայաստանի մարզերը, Հայաստանի տարածքները եւ ում անունից ինչպես է եկել, որ ամեն մի ինչ ասեմ ծառի տակ վիժվածք թուրք չկանգնի ասի էսի Ադրբեջանը, էսի Թուրքա, բոլորն է գնային, թե դու սիխալ ես, փոխանակ թքեներեսին ընդհանրապես ուշադրություն չդարձնեն նման կենթանիներին, որ ինքը դուրս չգա մարդկության մեջ։ Ես պարբերաբար ներկայացնելու եմ Հայաստանի գավառները, Հայաստանի պատմական մարզերը, որ մարդիկ տեղեկացված լինեն, ինչքան հզոր է Հայաստանը եղել ու կլինի, քանի որ մենք դրել ենք մեր առջև ճանապարհ առաջինը, որ Հայաստանը պիտի տարածքային եւ տնտեսական հզորություն ունենա։ Առանց տարածքային հզորության եւ տնտեսական հզորության հայ ժողովուրդը ուղղակի ապրել չի կարող։ Ասած ռեզերվացիաների մեջ դրված այս փոքր պետությունը, որը ճանապարհ չունի դեպի ծով, ինքը չի կարող ունենալ հզոր ուժ կամ ցամաքային հզոր տարածք պետք է լինի, որ իր թե օդային տարածքը, թե ցամաքային տարածքը ճանապարհները հաշվի առնվելով ինքը դառնա միջազգային հզոր սուբյեկտ։ Իսկ ինչ վերաբերում է Նախիջևանի հարցին, որի համար Ալիևը շատ թույլ արձագանքներ է տալիս, Նախիջևանի հարցը համարյա որոշված է։ Այս մասին հետո հերթով պարբերաբար կներկայացնեմ։ Դրա համար բերեք միասին կրկնենք եւ երկինք ուղարկենք մեր բարի ցանկությունները, որպեսզի իրականանա։ Աստված թող արժանին պատժի հայ ազգի ներքին ու արտաքին թշնամիներին, Աստված թող արժանին պատժի ամալեկների թշնամիներին։ Հաջորդ տարին Արցախում, Նախիջևանում, Գանձակում եւ Բագարանում, հաջորդ տարին Վանանդում, Մուշում, Սասունում, Բաբերդում, Կարինում, Անգորայում, Կիլիկիայում եւ Պոլսում։ Ամեն